Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, հարցս հետևյալն է, տեսեք, ունենք 10 զո, զենքը կիրառել են ոստիկանները իմ կարծիքով եւ զինվորականները, զորքերը։ Լավ, մեզ պարզա ովքեր են այդ հրամանները տվել իրանց եւ այդ հրաման տվողների հետագան ինչ է իրանց հետ կատարվել։ Քրեական վարակման տեսանկյունից չէ նկատի ունեք։ Ես արդեն նշեցի, որ քրեական վարույթում առկային 309 բռնությամբ գործադրված իշխանության լիազորություններն անցնելու վերաբերյալ կարճման որոշումներ կամ մի շարք անձանց վերաբերյալ ընդհանրապես որոշումներ կայացված չեն։ Այս բոլոր դրվագներով անջատվելու է եւ բավարար ապացույցների ծավալի հետ միասին ուղարկվելու է դատարան։ Լավ, իսկ պարոն Աֆյանի մասով որ խոսացիք, պարզա որ ինքը ինքնակամ այդ որոշումները չի կայացրել, հա, նոր լինելով ոստիկանության տեղակալ, այդ հետաքննել եք, թե այդ հրամանները որտեղից են եկել, ովքեր են այդ հրամաններ տվող եղել, համ Սաշա Աֆյանին, հա, համ այդ զինվորականներին, այսինքն այդ բուրգը որտեղ է բարձրանում, միջև ուր է գնում։ Իմ կարծիքով դա մի քիչ բան է, շատ պրիմիտիվ ու շատ հեշտ կարելի է արագ այդ հարցի բանանել, լուծումը տալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես նշեցի, որ ցավոք սրտի հանրությունը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դատարան ներկայացված մեղադրանքին, որովհետև նախորդիվ կարծես թե բուն դատաքննությունը այդ գործով այդպես էլ չի սկսվել, բայց առաջիկայում արդեն կներկայացվի մեղադրանքը դատարանում եւ ձեր կողմից նշած այդ հարցերի պատասխանները բուն մեղադրանքի մեջ կա։ Եթե ուշադրություն դարձնեք, թե ովքեր են մեղադրյալները դատարանում գտնվող գործով, եւ այստեղ նաեւ պարոն Բաբայանը նշեց 0038 հրամանի մասին, ապա ակնհայտ է, որ կիսատ չի։ Մենք Եվրոպական դատարանի ընկալմամբ կարծես թե հետապնդումը գնացել է բացառապես քաղաքական ներկայացուցիչների նկատմամբ եւ դուրս են մնացել ուժային կառույցները, բայց դատարանում գտնվում է վարույթի մի մասը եւ հաջորդ մասը իմ կողմից նշված այս նույն օրինակով ուղարկվելու, այսինքն ձեր ասած բուրգը դատարաններում տարբեր վարույթներում քննվող գործերով դառնալու է ակնհայտ։ Ես ասում եմ մեծ ցանկություն ունեի գալու եւ այստեղ կարդալու ամբողջ մեղադրանքը, բայց այստեղ երկու խնդիր կառաջանար։ Նախ դատարանում դա հետազոտված չէր, ես չէի կարող մեղադրանքը այս ամբիոնից կարդալ, նաեւ գիտեմ, որ առաջիկայում դատարանն անցնելու է բուն դատաքննության փուլին, որտեղ մեղադրողը ուղղակի ընթերցելու է այն մեղադրանքը, որտեղ որ ձեր բոլորի հարցերը, փաստերը, այն ինչ որ դուք ասում եք, որ լսել եք մեղադրանքի մեջ առնվազն մեծ մասը կան։ Մնացածն էլ կգա քննությամբ, պատկերացնում եք երկու շտաբ եղել է ոստիկանական շտաբ, եղել է պաշտպանության նախարարության շտաբ եւ քննության վեկտորը, եթե Տիկին Քլոյանին դեռ հետաքրքրում է, պատասխանեմ, որ այստեղ արդեն է շտաբերի մասով է քննությունն իրականացվում, որովհետեւ 625 հատոր տարբեր միացված դրվագներով, այդ թվում ընդհանուր մինչեւ Կոստանյան Գևորգի կողմից կոռուպցիոն հանցագործությունների կատարում տրամաբանական չի, որ մի վարույթի շրջանակում քննվի, դրա համար ըստ դրվագների եւ ըստ ուղղությունների այս պահին նախաքննությունն անջատվում է, որպեսզի հնարավոր լինի առանձին դրվագներով ուղարկել դատարան։ Ինչի առանձին դրվագներով, որ դատաքննությունն էլ ավարտվի։ Հակառակ դեպքում այդքան մեղադրյալներով դատաքննությունը կարող է իմ կենթանության օրոք ուղղակի չավարտվի։ Շնորհակալություն, համեցեք։